1988 թվականի երկրաշարժին հաջորդած ամիսներին ու հետագա տարիներին Հայօգնության ֆոնդը զգալի ուշադրություն է դարձրել Հայաստանի խոցերի խավ համարվող երեխաների խնդիրներին։ Այսօր Հովվում տրամադրությունը տոնական է եղել։ Այստեղ միաժամանակ երկու առիթ էին նշում՝ երեխաների պաշտպանության օրն ու երեխաների աջակցության կենտրոնի վերանորոգված մասնաշենքի բացումը։ 9-ամյա Միլենան վաղուց է երազում բժշկի սպիտակ խալաթի մասին, արդեն ունի գրանցված առաջին հիվանդը, տատիկին է բուժելու, համոզված է, նա այսպառ մոռանալու է բոլոր ցավերը ու իրեն երբեք մենակ չի թողնելու։ Հիմա տատիկի իր խնամակալի հիվանդության պատճառով տարին մի քանի անգամ որոշ ժամանակով տեղափոխվում է Հայօգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն։ Այստեղ այսօր ապաստան է գտել 23 շահառու, 2-ից 17 տարեկան։ Ժամանակի ընթացքում մեկ ընտանիք դարձած երեխաների սիրելի տոնը հունիսի 1-ն է, այն բացառապես իրենց օրն է, նվերներն անպակաս են։ Այսօր էլ կրկնակի տոն է, վերանորոգված մասնաշենքի բացումն էր։ Բարեգործությունը շատ այսպես շատ հստակ մի հասկացողություն է եւ չի սիրում պաֆոսներ եւ այլն։ Եվ դրա համար ես չեմ ուզում նշել այսպես անունով, ազգանունով, կազմակերպություններով, ես ուզում եմ ասել շնորհակալություն բոլորիդ, ովքեր այս կենտրոնի հետ եք։ Իրապես կյանքի ցավալի երևույթ է, որ անմեղ երեխաներ զոհ կդառնան կյանքի դժվարություններին եւ բայց ուրախ ենք, որ այսպիսի կենտրոն կա, որը իրենց ցավը, իրենց զարգացումը, իրենց ցավը դժվարությունները կթեթևացնի եւ գոհքն է, որ այս երեխաները կարողանան ավելի փայլուն ապագա ունենալ։ Հանդիսանում ենք այս կենտրոնի բարերարների անդամներից մեկը եւ այս անգամ եւս փորձել ենք որոշ գործողություններով օժանդակել այս ընկերությանը։ 2004 թվականին կառուցված մասնաշենքի վերանորոգման գումարը տրամադրել է Հայ ավետարանչական ընկերությունը, իսկ Երևան ջուրը կահավորել է այն։ Կենտրոնի բարեկամների խորհրդի մշտական բարեկամ եւ աջակիցն է նաեւ Ջավահիր Ծառուկյանը։ Ամեն տարի կանոնավոր, ամեն տարի ինքը մեզ աջակցում է, ֆինանսական աջակցություն է ցույց տալիս։ Բան նրանն է, որ յուրաքանչյուր անգամ, երբ որ մի միջոցառում ենք կազմակերպում այստեղ, եւ պետք է ինչ-որ երեխաներին լավ բան անել, երեխաների համար տեղ տանել, իրենց համար հյուրասիրություն կազմակերպել, չգիտեմ, երեխաների համար անհրաժեշտ գույք ձեռք բերել, բոլոր այս խնդիրները, որոնք մեր հիմնական բյուջեով դրանք նախատեսված չեն, Տիկին Ջավահիրի նվիրատվությունների միջոցով է հնարավոր լինում անել։ Երեխաների հյուրերին շուտ են մոռանում, իրենց գեղեցիկ սենյակները, բարեկարգ բակն ու նվերների պարկերն են սպասում։ Արմինե Ավետիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։